Հիմա անդրադառնանք արդեն բուն քվանտային տեխնոլոգիաների հիմքում ընկած երևույթներին։ Ինչպես մենք բազմիցս նշեցինք, հիմնական, այսինքն այսօր տարածված պատկերացումներով բուն քվանտային տեխնոլոգիաները կարելի է բաժանել մի քանի մասի, դա քվանտային հաշվարկներն են, քվանտային կապն է, քվանտային սենսորային տեխնոլոգիաներն են, քվանտային մոդելավորումը կամ սիմուլյացիաները։ Կարելի է ևս ինչ-որ ենթահողություններ առանձնացնել, բայց դրանք են կարևորները։ Հիմա ինչ երևույթներ են ընկած այս ամեն ինչի հիմքում, ու փորձենք դա կապել նաև այն լազերների մասին պատկերացումներով, որոնց մասին մենք խոսեցինք։ Քվանտային տեխնոլոգիաների հիմքում մի քանի բան կարելի է առանձնացնել, բայց կրկին դրանք բոլորը փոխկապակցված երևույթներ են։ Թերևս կարևորագույնները դա քվանտային վերադրումն է, ինչպես ես ասացի, քվանտային սուպերպոզիցիան, քվանտային խճճվածությունը, քվանտային թունելավորումը ևս կարևոր երևույթ է, եւ մենք կարող ենք նաև խոսել այլ քվանտային ֆիզիկայի հիմնարար հիմքերի մասին, ինչպիսին է օրինակ անորոշությունների սկզբունքը, որը կարելի է կիրառել թե ուրեմն մասնիկի կոորդինատի ու իմպուլսի համադրմամբ, կարելի է քննարկել էներգիայի եւ ժամանակի համադրմամբ եւ այլն։ Այսինքն, եթե մենք չափում ենք ինչ-որ մի մեծություն մեծ ճշգրտությամբ, մեծություն ասելով ֆիզիկական առումով, ունենում է ավելի մեծ անորոշություն։ Այստեղ կարևոր է նաև ջոկման կանոնները, որոնք արտահայտում են փաստորեն համակարգի համաչափությունը, սիմետրիան, եւ ինչ որտեղ արտահայտում են իմպուլսի պահպանման օրենքը։ Էներգիայի պահպանման օրենքը նույնպես իհարկե գործում է քվանտային մեխանիկայում, քվանտային համակարգերում։ Բայց եկեք այդ երկու բանը առանձնացնենք ու հասկանանք, թե մատչելի լեզվով ինչ բան է քվանտային հաշվարկը եւ քվանտային կապը, հեռահաղորդակցությունը։ Թերևս սկսենք հեռահաղորդակցությունից։ Դեռ հին դարերում, եթե խոսքը գնում է ինչ-որ մի ինֆորմացիա, տեղեկատվություն մի տեղից մյուս տեղ փոխանցելու մասին, միշտ մարդկությունը խնդիր է ունեցել, որ ինչքանով կարելի է դա անել գաղտնի ձևով, որ որևէ այլ անձ չկարողանա միջամտել եւ կորզել այդ տեղեկատվությունը։ Դա օրինակ նույնիսկ այդ հին Հռոմում հայտնի է եղել Կեսարի ալգորիթմը, որը երբ որ ինչ-որ հաղորդագրություն գաղտնի ձևով պետք է տեղափոխել այլ տեղ, ինքը օգտագործել է այբուբենի մեջ տառերի շեղումը։ Օրինակ 3 տառ շեղումով գրվել է այդ բառը, բնականաբար կարդացած տեքստը անհասկանալի մի բան է, բայց մյուս կողմի կարդացողը գիտի, որ այբուբենում 3 տառով տեղափոխի այս բոլոր գրած տառերը եւ դու կստանաս ինչ-որ տեքստ։ Բնականն է, որ դա բավականին պարզ գաղտնագրման ալգորիթմ է։ Հիմա գոյություն ունեն շատ բազմաթիվ տարբեր դասական գաղտնագրման ալգորիթմներ, բայց հիմա կտեսնենք, որ դրանք բոլորը ունեն սկզբունքային թերություն, այսինքն տարբեր բարդության աստիճանի, ցանկացած մարդ, որը մտադիր լինի կորզելու այդ ինֆորմացիան, այդ տեղեկատվությունը, ինքը դա կարող է անել։ Մի դեպքում շատ հեշտ, մյուս դեպքում դրան կարող է պահանջվել տարիներ, բայց սկզբունքորեն դա հնարավոր է։ Ուրեմն գաղտնագրումը կարելի է բաժանել երկու մասի, այսպես կոչված սիմետրիկ գաղտնագրում։ Օրինակ ենթադրենք, իդեպ ընդունված պերսոնաժներն են, այդ գաղտնագրման կողմերն են բոլոր միջազգային գրականության մեջ Էլիսը եւ Բոբը, այսինքն A եւ B, A եւ B տառերը, A-ից B, B-ից A եւ այլն։ Մենք ասենք օրինակ, չգիտեմ, Աբգարը եւ Բարսեղը։ Աբգարը ուզում է ինչ-որ տեղեկատվություն փոխանակի Բարսեղի հետ եւ հակառակը, նրանք եթե իրար կողք են, իրանք կարող են կոպիտ ասած ինչ-որ մի արկղ վերցնել, մի կողպեկ դնել այդ արկղի վրա եւ մի բանալին լինի մեկի մոտ, մեկը լինի մյուսի մոտ։ Եվ երբ որ Աբգարը ուղարկում է այդ արկղը մեջ է ինչ-որ տեղեկատվություն դրած Բարսեղին, նա գիտի, որ Բարսեղը իր մոտ իր բանալիով կբացի, կկարդա եւ դա կլինի գաղտնագրված ինֆորմացիայի փոխանցում։ Վտանգը այստեղ հետեւյալն է, որ այդ արկղը տեղափոխող մարդը կարող է ինքը ինչ որ ջանքերով բացել եւ նայել
սկզբունքորեն դա չի բացառվում ու շատ հնարավոր է։ Բայց դա արվում է այն դեպքում, երբ որ այդ մարդիկ հնարավորություն ունեն ի սկզբանե պայմանավորվել եւ փոխանցել իրար այդ բանալիները։ Ավելի բարդ է, եթե դու ուզում ես գաղտնագրված արկղը ուղարկես մի ուրիշ մարդու, որի հետ դու կապ չես ունեցել, չես հանդիպել եւ այդ բանալին տալու հնարավորություն չի եղել։ Այդ դեպքում դու փակում ես դա, ունես, դնում ես մի կողպեկ, փակում ես, ուղարկում ես, ինքը գնում է այն մյուս կետ, այն երկրորդ մասը, բարսեղը, կախում է իր երկրորդ կողպեքը, փակում է իր բանալիով եւ հետ է ուղարկում քեզ, դու բացում ես քո բանալին, հետ ես ուղարկում բարսեղին, ինքը բացում է իր բանալին եւ այդպիսով չունենալով ընդհանուր բանալի դուք կարողանում եք մեկից մյուսին փոխանցել տեղեկատվությունը։ Սա ասիմետրիկ գաղտնագրումն է։ Նույն խնդիրը կա, երևի այստեղ չարամիտ մարդ է, եթե փոխանցման ընթացքում ուզենա բացել երկրորդ կողպեքը, մի քիչ ավելի շատ ժամանակ կկորցնի, բայց հնարավոր է նաև դա բացել։ Հիմա եկեք մի հատ հասկանանք, մոտենանք, թե ինչ մոտավորապես սկզբունքի վրա է աշխատում քվանտային գաղտնագրումը, որը սկզբունքորեն հնարավոր չէ որևէ կերպ այդ ինֆորմացիան չարամիտ մարդու կողմից կորզել այդ փոխանցվող հաղորդագրության մեջ։ Մինչև դիտարկենք մի պարզ օրինակ, էլի այդ արկղերը օգտագործելով այդ գաղափարը, ենթադրենք մենք ունենք երկու խնձոր, մեկը կարմիր, մեկը կանաչ։ Եվ մենք այդ խնձորները դնում ենք միանման արկղերի մեջ, փակում ենք։ Մի արկղը տանում ենք շատ հեռու, օրինակ Ավստրալիա, այն մյուս արկղը ուղարկում ենք, ենթադրենք, չգիտեմ, Եվրոպայի ինչ-որ մի երկիր։ Մենք չգիտենք, որ արկղում է կանաչ խնձորը, որ արկղում է կարմիր խնձորը։ Հազարավոր, տասնյակ հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու են։ Բայց եթե կողմերից մեկը բացի արկղը ու հայտնաբերի օրինակ կանաչ խնձոր, նույն պահին ինքը հասկանում է, որ աշխարհի մյուս ծայրում արկղի մեջ գտնվում է կարմիր խնձոր։ Եվ նույնը հակառակը։ Հիմա քվանտային լեզվով ես հիմա կասեմ ինչ բան է խճճված վիճակներ եւ այլն։ Այ դա այն է ինչ որ օգտագործում է գաղտնագրման մեջ։ Նման բան արվում է քվանտային գաղտնագրման դեպքում մի մեծ ու զգալի էական ու ոչ ինտուիտիվ տարբերությամբ, որը փորձեք ընկալել։ Խնձորները երկու արկղում էլ համ կարմիր են, համ կանաչ են։ Փորձենք դա ընկալել։ Դա իրոք այդպես է քվանտային մասնիկների դեպքում։ Եվ երբ ինչ որ մի կողմի արկղը բացվում է եւ դու տեսնում ես կարմիր, հենց այդ պահին այն մյուս խնձորը դառնում է կանաչ, ոչ թե լինում է կանաչ ու դա դու տեսնում ես, այլ ինքը անորոշ գույնից դառնում է կանաչ։ Սա քվանտային խճճվածության երևույթն է, որը կրկին նույնիսկ ֆիզիկոսները չէին կարողանում ու հիմա էլ պատկերացման մակարդակով դա մի քիչ դժվար է հասկանալ։ Ինչ բան է խճճվածություն։ Դուք ստեղծում եք ինչ որ մի process-ում, դա իհարկե պահանջում է կոհերենտություն, որոշակի լույսի ազդեցություն, իհարկե լազերային աղբյուրից առաջացած լույսի եւ այլն։ Դրա հիմքում փաստորեն քվանտային սուպերպոզիցիան է, քվանտային վերադրումը։ Քվանտային մեխանիկան ասում է, որ մասնիկը կարող է գտնվել միաժամանակ երկու վիճակներում։ Այսինքն, օրինակ, ներքևի վիճակում եւ վերևի վիճակում։ Ինչպես հայտնի օրինակն է Շրեդինգերի կատվի, որ կատուն պարադոքս է, կարող է լինել համ կենդանի, համ մահացած միաժամանակ։ Եվ երբ որ դու անում ես չափում, իսկ ինչ բան է չափում, դա ուրեմն փոխազդեցություն է։ Այսինքն այդ երկու մասնիկները նույնիսկ եթե իրանք իրարից շատ հեռու են գտնվում, իրանք ներքին կապը իրանց մեջ կա, քանի որ դա ըստ էության մի վիճակ է։ Մի վիճակով ստեղծված մասնիկները հեռանալով իրարից նույնիսկ տասնյակ կիլոմետրեր կամ հարյուրավոր կիլոմետրեր ունենում են այդ փոխադարձ կապը եւ եթե դու ինչ որ մի բան անում ես այս մասնիկի հետ, մյուս մասնիկը հենց այդ պահին փոխում է իր հատկությունը։ Եթե դու արեցիր չափում, հասկացար, որ սա կանաչ է, հենց այդ պահին նա դառնում է կարմիր։ Ոչ թե կարմիր է եւ դու դա բացահայտում ես, այլ դառնում է կարմիր։ Սա մի քիչ դժվար անցալելի երևույթ է, բայց դա փաստորեն այդ քվանտային մասնավորապես գաղտնագրման process-ի հիմքում է։
Քվանտային գաղտնագրումը արվում է հենց մի քանի էտապներով, իհարկե մենք կարող ենք մանրամասնել, այստեղ մեզ պետք է ոչ միայն քվանտային կապուղի, այլ մեզ պետք է նաև բաց կապուղի եւ ինչքան բաց այդքան լավ զարմանալիորեն։ Այսինքն մենք պետք է ուղարկենք ինչ որ հերթականություն ֆոտոնների մյուս կողմին, այն մյուս կողմը պետք է գրանցի ինչ որ մի ձևով, դա վիճակները որպես կանոն, եթե մենք լույսի մասին ենք խոսում, կարող է լինել երկու բազիսով, լույսի բևեռացումը վերտիկալ, հորիզոնական, այսինքն սա 0-ն է, սա 1-ն է, կամ լույսի բևեռացումը 45 աստիճանի տակ կամ դրան ուղղայաց, դա էլ մյուս բազիսն է։ Այդ երկու բազիսով 0-1-երի հերթականությունը փոխանցվում եւ մյուս կողմը ինչ որ բազիսով կատարելով այդ չափումները, հետո բաց կանալով հաղորդում է հեռախոսով, օրինակ, որ գիտես ինչ, ես գրանցել եմ այս ֆոտոնն է ու չեմ գրանցել, այսինքն ինքը ասում է ինչ որ գրանցել է։ Եթե այդ ընթացքում ինչ որ մեկը փորձի միջամտել, իսկ միջամտել դա նշանակում է, որ փոխազդեցություն կատարել ավելի շուտ, քան այդ մասնիկը հասել է հասցեատիրոջը։ Այդ դեպքում մենք ունենում ենք արդեն ինֆորմացիայի կորուստ եւ փաստորեն այդ կապի սեսիան ոնց որ ավարտվում է առանց արդյունքի։ Մենք գիտենք, որ փորձ է եղել ինչ որ կորզելու այդ գաղտնի ինֆորմացիան։ Իրականում ամեն ինչը շատ ավելի բարդ է, բայց եկեք առայժմ սահմանափակվենք այսքանով։ Հիմա նույն քվանտային սուպերպոզիցիայի վերադրման կնեք եւ քվանտային խճճվածության, անգլերեն դա entanglement, այդ երևույթները ընկած են նաև քվանտային հաշվարկների հիմքում։ Ինչպես է կատարվում հաշվարկը դասական համակարգիչներում։ Դասական համակարգիչներում իհարկե մենք գիտենք, որ թվային ազդանշաններ են մշակվում, ինչ բան է թվային ազդանշան, դա երկվիճակ ինչ որ բաներ են։ Այսինքն, օրինակ, եթե ինչ որ շղթայի ելքում մենք ունենք 0 վոլտ, մենք այդ վիճակը անվանենք 0։ Եթե ունենք ոչ 0, օրինակ 5 վոլտ, դա անվանենք 1։ Եվ ամեն ինչ կոդավորվում է, նաև ցանկացած տեղեկատվություն, լինի դա ձայն, լույս, պատկեր եւ այլն, տեքստ, այդ 0-ների եւ 1-երի հաջորդականությամբ։ Իհարկե, ինչքան մենք ավելի մեծ ծավալի տեղեկատվություն ենք ուզում փոխանցել, այնքան ավելի խիտ պետքա լինեն, այդ արագ պետքա հաջորդվեն այդ 0-ներ, 1-երը, կոդավորած տեղեկատվությունը եւ այլն։ Դա ուրեմն դուք գիտեք, որ երկուական հաշվարկի համակարգ կա, որից կարելի է անցնել մեր սովորական թվերին, կարելի է ցանկացած անալոգային ազդանշան, ինչ որ մեծություն փոխարկել թվային կոդի եւ այլն։ Սա ուրեմն դասական համակարգիչների աշխատանքի հիմքն է։ Հետո մենք ունենք տարբեր համակարգչի պրոցեսորում տարբեր տրամաբանական տարրեր, օրինակ 2 եւ ոչ, կամ եւ այլն, որով մենք կառուցում ենք ուրեմն այդ հաշվարկի տրամաբանությունը։ Ինչ է անում քվանտային համակարգիչը եւ որն է էական տարբերությունը քվանտային համակարգչի։ Տեսեք, մենք խոսեցինք քվանտային վերադրման մասին, այսինքն այնտեղ մասնիկը կարող է լինել քվանտային մասնիկը ոչ միայն 0 վիճակում կամ 1 վիճակում, այլ կարող է միաժամանակ լինել երկու վիճակներում, ըստ որում տարբեր հավանականություններով։ Եթե մենք մի քանի անգամ չափում անենք, կարող է օրինակ 10 անգամ իրան հայտնաբերենք 0 վիճակում եւ 3 անգամ 1 վիճակում։ Դա նշանակում է, որ բացի 0-ից ու 1-ից, սևից ու սպիտակից մենք ունենք մոխրագույնի գրեթե անվերջ աստիճաններ, մակարդակներ։ Իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք ավելի մեծ տեղեկատվությունը մշակելու, փոխանցելու եւ այլն հնարավորություններ ունենալ։ Դասական համակարգչում այդ մի տարական գործողությունը 0-ից 1 անցումը կամ վիճակները կոչվում են բիտեր, բիտ, լսել եք։ Քվանտայինի դեպքում մենք ունենք քուբիտ, քվանտային բիտ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք ունենք այդ բազմավիճակ, երկվիճակ ամենապարզ դեպքում հավանականային ինչ որ արտահայտմամբ մենք ունենք այդ խառը վիճակը։ Եվ քանի որ եթե մենք ունենանք մի քանի նման քուբիտ, խճճվածությամբ կապենք մենք իրար այդ տարբեր քուբիտները, այդ դեպքում մենք
միաժամանակ կարող ենք գրանցել ոչ թե մի իրադարձություն, օրինակ 0 վիճակ կամ 1 վիճակ, այլ մենք կարող ենք միաժամանակ վերլուծել երկուսի n աստիճան վիճակ, որտեղ n-ը դա կուբիտների թիվն է։ Եկեք առայժմ դրան հավատանք, քանի որ ես չեմ ուզում շատ խորանալ հիմունքների մեջ, բայց եթե մենք ունենք օրինակ 3 կուբիտից բաղկացած կվանտային համակարգիչ, ապա մենք կարող ենք ունենալ 2-ի 3 աստիճան, այսինքն 8 գործողություն միաժամանակ։ Եթե այսօրվա իմ տեղեկություններով լավագույն կվանտային համակարգիչը, որ իրականացվել է IBM ընկերության կողմից, ունի 433 կուբիտ, իսկ դա նշանակում է, որ 2-ի 433 աստիճան գործողություն կարելի է անել միաժամանակ։ Դա ինչ առավելություն է մեզ տալիս։ Դա տալիս է այն առավելությունը, որ այն գործողությունը, որ մենք պետք է անեինք հաջորդաբար 0-ներով ու 1-երով ու դրա վրա ծախսեինք տարիներ, կարելի է անել զուգահեռ միանգամից եւ էապես շահել ժամանակը։ Կփոխարինի արդյոք կվանտային համակարգիչը դասական համակարգչին, մղելով նրան դուրս շուկայից։ Ոչ, քանի որ կվանտային համակարգիչը շատ սահմանափակ կարելի է ասել գործառույթների համար կարող է օգտագործել։ Որոնք են դրանք։ Դրանք օրինակ բարդ համակարգերի մոդելավորումն է։ Բարդ համակարգեր օրինակ ինչ որ նոր նյութերի սինթեզի համար, ինչ որ կապեր որոնելու եւ այլն։ Մյուսը օպտիմալացման խնդիրներն են, որը կարող է լինի համ ֆինանսների համակարգում, համ գիտեմ, օրինակ ճանապարհային իրավիճակը կարգավորման եւ այլն։ Արհեստական բանականության մեջ, օրինակ մեքենական ուսուցման process-ը արագացնելու համար այդ զուգահեռացումը, որը հնարավորություն է տալիս կվանտային համակարգիչը, դա նույնպես շատ հզոր գործիք է։ Ամեն դեպքում կարելի է ասել, որ ընդամենը 2 բաղադրիչ փորձեցինք։ Իհարկե ես հասկանում եմ, որ մինչև վերջ այս ամբողջը ընկալել, քանի որ հատկապես այն մարդու համար, որը պատկերացնում է այդ ֆիզիկական երևույթները, դա ոնց որ մեր պատկերացումներից դուրս շատ բաներ կան, բայց հավատացեք, որ այդ ամեն ինչը աշխատում է։ Մենք չխոսեցինք կվանտային սենսորների մասին, կվանտային սիմուլյատորների եւ այլն, բայց կարևոր է, որ լինի ընդհանուր պատկերացում եւ հետաքրքրություն այդ ուղղության նկատմամբ, բայց շատ նյութեր կարելի է հանրամատչելի նյութեր գտնել նաեւ ինտերնետում, իհարկե մի քիչ ավելի երկար փնտրելու process է պահանջում։ Եկեք այսքանով այսօր ավարտենք։ Շնորհակալություն ուշադրության համար։